Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Մեդիա Հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես փաստենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թևակողում է ավելի ծանր փուլ իր բոլոր դրսևորումներով, թե թիրախային, թե քաղաքացիական կառուցվածքներին ուղղված հարվածների առումով։ Այդ ամենին հավելենք նաև, որ Իրանը արդեն անցում է կատարել Իսրայելին առավել ժամանակակից հրթիռներով հարվածելու փուլին։ Այս հակամարտության ընթացքում կողմերը լի են վճռականությամբ իրենց նպատակներին հասնելու համար եւ չի երևում որևէ միտում, որ հակամարտությունը գնում է դեպի նվազման, այլ հակառակը հակամարտությունը գնալով կրում է ավելի սուր բնույթ։ Այս հակամարտության համատեքստում շատ կարևոր է նշել Թրամփի արված այն հայտարարությունը, որով նա կոչ էր անում Թեհրանի բնակիչներին լքել քաղաքը։ Իհարկե, այդ կոչը կարող է ունենալ հոգեբանական ճնշման ենթարկելու նպատակ, սակայն հաշվի առնելով Թրամփի նախօրոք արված հայտարարությունները, որ եթե Իրանը չհամաձայնվի մեր պայմաններին, ապա դա անխուսափելիորեն հանգեցնելու է աղետի, ապա չի բացառվում նաև, որ ԱՄՆ-ն հարվածներ հասցնի Իրանին, ինչը նշանակում է Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավվածությունը այս հակամարտությանը, ինչին էլ իդեպ ձգտում է Իսրայելը։ Իհարկե, այս ամենը դեռ չի նշանակում Իրանի կապիտուլյացիա, հաշվի առնելով Իրանի բազմադարյա պետականության ավանդույթները, Իրանի նախկինում կայսրություն լինելու հանգամանքը, ապա Իրանը այն երկիրը չէ, որին հնարավոր լինի հեշտությամբ ծնկի բերել։ Բացի այդ չի բացառվում, որ հակամարտության ինչ-որ մի փուլում կողմերը նստեն բանակցությունների, քանի որ որքան սրվի այս հակամարտությունը, ապա հավանականությունը մեծանում է այլ գերտերությունների ներգրավմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի թե համաշխարհային եւ թե միջուկային պատերազմին։ Բայց քանի դեռ այս հակամարտությունը սրվում է, այնքան Դամոկլյան սուրը ավելի է կախվում Հայաստանի վզին։ Պատահական չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանը կրկին խոսեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը նրան հնարավորություն է տալիս իր նպատակին հասնել նաև նենգ ճանապարհով։ Այսինքն մենք կարող ենք ակնկալել, սպասել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերի ուղիղ ներխուժում Հայաստան, այլ նաև չի բացառվում Իրանի կողմից ադրբեջանցիների թափանցումը Հայաստան։ Նման պայմանները Ադրբեջանի համար կտան ավելի շուտ այն հնարավորությունը, որ նախ Ադրբեջանը կխուսափի առաջնային առումով պետականորեն պատասխանատվություն կրելուց, երկրորդն էլ նրան հնարավորություն կտա, այսպես ճակերտավոր ասած, ապահովել իր հայրենակիցների ավելի շուտ ազգակիցների անվտանգությունը։ Եկեք հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ թե Թուրքիան, թե ադրբեջանցիները գեներացնում են ադրբեջանցիների իրական պատմական հայրենիք վերադառնալու գաղափարը։ Իսկ Ադրբեջանը, եկեք չմոռանանք, որ պատմական հայրենիք է համարում ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքը, այլև Իրանի այն տարածքները, որտեղ ապրում են ադրբեջանցիները։ Դե իսկ բնականաբար քաղաքական պատասխանատվությունն էլ կմնա Իրանի ուսերին, քանի որ Իրանի ադրբեջանցիների թափանցումը Հայաստան իրավաբանորեն նշանակում է, որ Հայաստան են թափանցել Իրանի քաղաքացիները։ Ահա այս իրավիճակն է, որը այս բային խիստ պայթունավտանգ է Հայաստանի համար, եւ ահա այս իրավիճակն է, որից եւ կարող է օգտվել Ադրբեջանը։ Ինչ է ստացվում նման պարագայում։
Հայաստանը թափանցելու ավելի շուտ Հայաստանը սկզբից բախվելու է ոչ թե ադրբեջանական զինուժին, այլ Հայաստան ներթափանցած 100 հազարավոր ինչ-որ թափթփուկների, որոնք ունակ են տարբեր այլանդակ հանցագործությունների դիմելու։ Իսկ դրանից հետո նոր արդեն կերևա ադրբեջանական բանակը, ինչպես արդեն նշեցի, նրանց այսպես ասած ճակերտավոր լեգիտիմ արդարացումը կլինի այն, որ նրանք ստիպված են լինելու ապահովել իրենց ազգակիցների անվտանգությունը։ Նման սցենարի զարգացման դեպքում իհարկե Աստված մի արասցե, բայց ելի եմ շեշտում, նման սցենարի զարգացման դեպքում արդեն օրակարգային խնդիրը կդառնա ոչ թե Զանգեզուրի Միջանցքի տրամադրումը, այլ լավագույն դեպքում այդ Միջանցքի, իսկ վատագույն դեպքում ամբողջ Սյունիքի մարզի կարգավիճակը։ Հատկանշական է շեշտել, որ այդ կարգավիճակի քննարկումը տեղի է ունենալու ոչ թե Հայաստանի, այլ շահագրգիռ այլ պետությունների միջև, օրինակ Թուրքիա, Ադրբեջան, Իրան, այդ թվում նաև Արևմուտք ու Ռուսաստան։ Ցավալի է դա նշել, բայց Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք բանի տեղ չի դնում որևէ բանակցության ժամանակ։ Թեկուզ օրինակը բերենք այն, որ նախքան Իրան-Իսրայել հակամարտության սկսումը Թուրքիան Իրանին կոչ էր անում, որպեսզի երկուսով նստեն բանակցությունների Զանգեզուրի Միջանցքի հետ կապված, խոստանալով, որ այդ Միջանցքի բացումը նաև օգուտ կբերի Իրանին, ել չասած, որ լայն հնարավորություններ կբացի ամբողջ թուրքական աշխարհի համար։ Սա զավեշտ է, հարգելի հետևորդներ, սա, ինչ ասեմ, պետականորեն ապտակ է մեզ, սա մեր ազգային արժանապատվության նվաստացում է, երբ որ տարբեր պետություններ նստում են բանակցությունների, համենայն դեպս ցանկանում են նստել, միմյանց կոչ են անում նստել բանակցությունների Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ կապված։ Իսկ ինչ ռեսուրսներով է այս ամենին դիմագրավելու Հայաստանը։ Իհարկե առաջին հայացքից շատ դժվար է ասել, որովհետև նայեք ինչ իրավիճակ է ստեղծված։ Այսօր Հայաստանը սառեցրել է իր հարաբերությունները հապկում, այսինքն այն միակ անվտանգային համակարգում, որին նա անդամագրված էր։ Դրանով իսկ նա օրինական հնարավորություն է տալիս չխառնվելու դեպքում արդարանալ հապկին։ ԱՄՆ-ն եւ Արևմուտքը իրական դաշնակից համարում են Թուրքիայում։ Ռուսաստանի հետ ունենք ոչ բարվոք հարաբերություններ, դրան գումարած, որ Ռուսաստանը ինքը խրված է ուկրաինական հակամարտությունում։ Ֆրանսիան երբևէ պատմականորեն երբևէ գործնական քայլեր չի արել Հայաստանի անվտանգության ուղղությամբ։ Միանշանակ պետք է պնդենք, որ էսկալացիայի դեպքում ֆրանսիացի որևէ զինվորի հետք անգամ չի լինելու Սյունիքի մարզում ու առհասարակ Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ամենին գումարած ունենք տգետ ու այլոց անկողիններում թավալվող ղեկավար։ Մենակ եկեք ուշադրություն դարձնենք այս օրերին Նիկոլ Փաշինյանի վարքագծին։ Տարածաշրջանի եւ տարածաշրջանով շահագրգռված բոլոր երկրների ղեկավարները գրեթե 24 ժամյա ռեժիմով բանակցություններ են վարում, հեռախոսազրույցներ են ունենում, տարբեր հայտարարություններ են անում։ Իսկ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Ոչինչ, տարածիորեն ոչինչ։ Էսկալացիայի սրման պահից Նիկոլ Փաշինյանը չի արել եւ ոչ մի հայտարարություն, չի ունեցել եւ ոչ մի հեռախոսազրույց, այնինչ Հայաստանը ամենաթիրախային երկրներից մեկն է այս տարածաշրջանում։ Զավեշտը հասնում է նրան, որ էսկալացիայի այս թոհու բոհի այս սրման պարագայում Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը գնացել էր, այսպես ճակերտավոր ասած, արտաշատցիներին կրթելու, իսկ իր Facebook-յան էջում կատարեց գրառում գործարանային մետրոյի կայարանի շարժասանդուղքների փոխելը ներկայացնելով որպես մեծ նվաճում։ Իհարկե արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես եկել է։ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին է ինչ-որ Facebook-յան գրառում արել, սակայն նման իրավիճակում ԱԳՆ հայտարարությունը բավարար չէ, իսկ Ալեն Սիմոնյանի Facebook-յան գրառումը ընդհանրապես գրոշի արժեք չունի։ Ոչ միշտ է հարգելի հետևորդներ, որ լռությունը կարող է համարվել դիվանագիտություն։ Շատ ժամանակ ոչ հստակ կամ առհասարակ
դիրքորոշման չարտահայտումը շատ ավելի վտանգավոր է, քան հստակ դիրքորոշումը, եթե նույնիսկ Աստված մի արասը այդ դիրքորոշումը հանգեցնի սխալի։ Էլի եմ շեշտում, շատ դեպքերում դիրքորոշման չարտահայտումը առավել վտանգավոր է, իսկ սա հենց այդ դեպքն է։ Բնականաբար ասածից ամենևին չի հետևում, որ պետք է խուճապի մատնվել, բայց դա նաև չի նշանակում, որ պետք է ջայլամի նման գլուխը թաղենք հողում ու տառապենք այլոց կուսությամբ։ Շատ հաճախ, երբ ջայլամը վտանգի ժամանակ գլուխը թաղում է հողում, այդպես էլ անտեղյակ է մնում իր սեփական մարմնի հոշոտմանը։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։